Նա այդ տղայի հետ արդեն սիրային կապ է ունենում։ Հետո պարզվում է, որ այդ տղան իր հարազատ եղբայրն է։ Բայց այդ ամենը պարզվում է այն ժամանակ, երբ նրանք արդեն ունեն 3 երեխա։ Այսօր մեզ սպասվում է իսկական կինոգլուխկոտրուկ։ Հետևորդներիցս մեկը ուղարկել է իր մանկության ֆիլմի մոտավոր սյուժեն։ Իսկ մեզ ձեզ հետ սպասվում է կռահել նրա անվանումը։ Դե ինչ, գնացինք։ Ձեզ հետ թեյա սուրճա վերցրեք, սկսենք։ Լավ, ուրեմն։ Կար մի աղջիկ։ Այդ աղջիկը ծնողներ չուներ։ Նա ուներ միայն տատիկ։ Ծնողների մահից հետո մոտ 6 տարի հետո մահացավ նաև աղջկա տատիկը, եւ նա մնաց լրիվ միայնակ։ Հետագայում նա սիրահարվեց մի արաքիչ տղայի, որին ճանաչում էր շատ վաղուց։ Նա այդ տղայի հետ արդեն սիրային կապ է ունենում։ Հետո պարզվում է, որ այդ տղան իր հարազատ եղբայրն է։ Ինչ։ Այս հնդկական սերիալի սյուժե է հաստատ պատմում։ Բայց այդ ամենը պարզվում է այն ժամանակ, երբ նրանք արդեն ունեն 3 երեխա։ По приколу вы написали, ինչո՞։ Այսքանն եմ հիշում։ Եվ նաև ասեմ, որ այս ֆիլմը հայկական ֆիլմ է 2000-ականների, բայց կոպին էլ կա 2016 թվականի։ Հայկական ֆիլմ։ Հայերը ոնց կարային սենց ներեք իհարկե, բայց անհեթեթություն ստեղծեին։ Լավ, ինչև է, կարծում եմ իմ հետևորդները կօգնեն մեզ գտնել։ Ապշացեմ ուղակի։ Բարեր չեմ գտնում արտահայտելու իմ զարմանքը։ Ինչ որ բան ձեր մտքին եկավ, եթե հա, ապա գրեք մեկնաբանության բաժնում։ Դե ինչ ձեզ հետ Յանիկան, կարող եք թե նամակագրության եւ թե մեկնաբանության բաժնում գրել ձեր մանկության սերիալի, ֆիլմի, թեկուզ մուլտֆիլմի մոտավոր սյուժեն, եւ մենք բոլորովս կօգնենք ձեզ գտնել նրա անվանումը։ Այսքանը, բայ բայ։